Սյունիքի մարզում սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները դրվում են արհեստավարժ հիմքերի վրա։ Կապանի համայնքապետարանը ստացել է Եվրամիության ծրագրով նախատեսված 29 միլիոն դրամի չափով դրամաշնորհ, որը համայնքապետարանին փոխանցել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը, և ևս 21 միլիոն 640 հազար դրամ հատկացրել է Կապանի բարեգործական հիմնադրամը։ Այդ գումարներն ուղղվելու են սոցիալական կարևոր ծրագրերից մեկի իրականացմանը։ Այդ նպատակով Կապանում կառուցվում է և շուտով շահագործման կհանձնվի անօթևանների համար նախատեսված կացարանը։ Ծրագիրը կարևոր է այն առումով, որ կյանքի դժվարին իրավիճակների, ընտանեկան խնդիրների պատճառով կամ արտակարգ իրավիճակների հետևանքով դրսում մնացած մարդիկ անշուշտ ունենում են ժամանակավոր կացարանի անհրաժեշտություն։ Մենք նաև ունենք կարիք ժամանակավոր կացարանի, որովհետև վերջին տարիների մեր աշխատանքային փորձը ցույց տվեց, որ լինում էին դեպքեր, երբ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հայտնվում էին դրսում եւ չկար որևէ մի այդպիսի կենտրոն, նույնիսկ ամբողջ մարզում, որ հնարավոր կլիներ այդ մարդկանց ժամանակավոր ապահովել կացարանով։ Հետևաբար մենք որոշեցինք, որ Կապանում հիմնենք ժամանակավոր կացարան։ Սա կարծում եմ շատ կարևոր ծրագիր է եւ շատ անհրաժեշտ է մեր համայնքի համար։ Կացարանի շինաշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Ժամանակավոր կացարանը գործելու է Կապան համայնքի սոցիալական աջակցությամբ կենտրոն ՀՕԱԿ-ի կազմում, որն իր հերթին ունի սոցիալական ծառայություններ մատուցող մասնագետներ։ Անօթևանների համար նախատեսված ժամանակավոր կացարանը բաղկացած է լինելու 6 սենյակներից, խոհանոցից և լվացքատնից։ Կենտրոնն անշուշտ կունենա պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններում մարդկանց կենսաղբարությունն ապահովելու հնարավորություն, իսկ մասնագետները տեղում այդ մարդկանց կցուցաբերեն անհրաժեշտ հոգեբանական և սոցիալական աջակցություն։ Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի շրջանակում ուշադրության կենտրոնում են հայտնվել ոչ միայն ժամանակավոր կացարանի կարիք ունեցող անձինք, այլև հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող տարեց մարդիկ, ովքեր պետք է լինեն մշտական խնամքի ներքո։ Արծվանիկում Եվրամիության ֆինանսավորմամբ ստեղծվել է համայնքային փոքր տուն, որը գործում է 2023 թվականի դեկտեմբերի 25-ից։ Արծվանիկի կենտրոնը գործարկում է Առաքելություն Հայաստան կազմակերպությունը։ Այժմ այնտեղ բնակվում են 11 շահառուներ, որոնց աջակցում են թվով 9 աշխատակիցներ՝ սոցսպասարկողներ, սոցիալական աշխատողներ և խմբավար։ Եվրամիության դրամաշնորհի ավարտից հետո կազմակերպությունն իր ծառայությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրամաշնորհի միջոցով։ Այստեղ մարդկանց համար ստեղծված են ընտանեկանին մոտ պայմաններ, բարելավվել են նրանց կարողությունները և հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի նրանք ապրեն ինքնուրույն և անկախ կյանքով, ապրեն իրենց համայնքում, պահպանելով իրենց սոցիալական կապերն ու ծանոթ միջավայրը։ Նման ծառայությունների կարիքն իսկապես մեծ է։ Եթե նախկինում մենք ընդհանրապես մեկ համայնք ունենք, ով սոցիալական ծառայություններ մատուցում, ապա հիմա 4 համայնքներում մենք ունենք համայնքային սոցիալական ծառայություններ դրված, իսկ ՀԿ-ների կողմից արդեն մատուցվող ծառայությունները մեր բոլոր 7 համայնքներում են։ Այսինքն մարզում ունենք 7 համայնք եւ այժմ բոլոր 7 համայնքներում կան ներդրված սոցիալական ծառայություններ։ Նաև սերտ համագործակցելով պետության հետ ու նաև իրականացվող կազմակերպությունների հետ ՀԿ-ներին խրախուսվեց, որպեսզի դիմեն եւ աջակցություն ստանան պետությունից ապահովելու համար ծրագրերի շարունակականությունը։ Շահառուները զբաղվում են այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, մասնակցում են տարաբնույթ խմբակների աշխատանքներին։ Այգու բերքն արդյունավետ օգտագործվում է, դրանից պատրաստում են ջրեր։ Մի մասը պահեստավորվում է սառցախցիկներում, ձմռան ամիսների համար, իսկ առօրյա սննդակարգում նախապատվությունը տրվում է էկոլոգիապես մաքուր սննդամթերքին։ Ուրախալի է արձանագրել, որ Սյունիքի մարզում արդեն արհեստավարժ հիմքերի վրա են դրվել սոցիալական ծառայությունների կազմակերպման և մատուցման գործառույթները, որոնք միտված են անօթևանների և հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի պայմանները բարելավելուն։ Մանվել Մարգարյան, Armenpress։